Աստված հավատարիմ է, Դեյվիդ Վիլկերսոն, օր նոյեմբերի 10։ Նա կհայտնվի մեր դժվարությունների մեջ։ Պողոսի վերջին խոսքերը Փիլիպեցիներին հետևյալն էին. «Ուրախ եղեք Տերումն ամեն ժամանակ, դարձյալ ասում եմ, ուրախ եղեք»։ Փիլիպեցիս 4:4 խոսք։ Նա չէր ասում, ես բանտում եմ և այս շղթաները օրհնություն են, ես շատ ուրախ եմ այս ցավերով։ Ոչ, ես համոզված եմ, որ Պողոսը ամեն օր աղոթում էր իր ազատման համար և երբեմն աղաղակում էր դիմանալու համար ուժ խնդրելով։ Նույնիսկ Տեր Հիսուսը իր փորձության և տառապանքի ժամին աղաղակեց Հորը. «Ինչու թողեցիր ինձ»։ Եթե անկեղծ լինենք, կխոստովանենք, որ մեր տառապանքի առաջին ազդակը «ինչու» աղաղակն է։ Տերը ուզում է, որ մենք իմանանք, որ Նա համբերատար է այս աղաղակի հանդեպ։ Սակայն Աստված նաև հոգ է տարել, որ մեր եթեները և ինչուները պատասխանվեն իր խոսքով։ Պողոսը գրում է. «Գիտենալով, որ ավետարանի ջատագովության համար կանգնած եմ, Քրիստոսն է քարոզվում, և սրա համար ուրախ եմ և ուրախ էլ կլինեմ»։ Փիլիպպեցիս 1:17-18 խոսքեր։ Առաքյալն ասում է մեզ. «Ես վճռականորեն տրամադրված եմ, որ Աստծո խոսքը կհաստատվի այս տառապանքի հանդեպ իմ արձագանքով։ Իրականում Քրիստոսը քարոզվում է իմ հանգիստ արտահայտությամբ և իմ խաղաղությամբ այս ամենի մեջ։ Ամեն ոք, ով տեսնում է ինձ, գիտի, որ իմ քարոզած ավետարանը ինձ օգնում է այս դժվարին ժամանակներում։ Սա ապացուցում է, որ Տերը կարող է ցանկացած մեկին օգնել ցանկացած իրավիճակում և որ Նրա ավետարանը կքարոզվի այս փորձության միջոցով»։ Մեր եկեղեցու ավագ անդամներից մեկը՝ Սեմ անունով, մի անգամ ինձ ասաց. «Հովիվ Դեյվիդ, դժվար ժամանակներին ձեր արձագանքը ինձ համար վկայություն է»։ Բայց Սեմը չէր գիտակցում, որ իր կյանքը ինձ համար քարոզ էր։ Նա ապրում էր խռոնիկ ցավով, որը նրան ստիպում էր քնել գիշերը ընդամենը մի քանի ժամ։ Շարունակ անտանելի ցավը անտեսելով, նրա նվիրվածությունը Տիրոջը վկայություն էր մեզ բոլորիս համար։ Սա է այն ուղերձը, որը ես լսում եմ Պողոսի միջոցով։ Մենք պարտավոր չենք որևէ մեծ բան անել Տիրոջ համար։ Մենք պարզապես պետք է վստահենք Նրան, և Քրիստոսը կհայտնվի մեր մեջ, մեր դժվարին իրավիճակներում։